Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-25 աշխատությունը ձեռնարկատիրության զարգացման միտումների, մարտահրավերների, այս ոլորտում տեղական եւ գլոբալ մակարդակներում էկո համակարգերի ներուժի մասին է։ Զեկույցը ոլորտի ամենահեղինակավոր եւ ընդգրկուն հետազոտական հարթակներից է, որ սկսած 1999-ից հավաքագրում ու ներկայացնում է ավելի քան 100 երկրի 500 ցուցանիշ, համապարփակ տվյալներ ու վերլուծություններ։ Հեղինակավոր նախաձեռնությանը Հայաստանը միանում է երկրորդ անգամ։ Առաջին մասնակցությունը 2019-ին էր։ Ձեռնարկատիրության ոլորտի կարևորագույն փաստաթուղթը կազմել է ամերիկա կառավարման խորհրդատվական ծառայությունը, որ ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի հայաստանյան գործընկերն է։ Հետազոտությունը մենք իրականացրել ենք 24 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում այդ մեծ հարցումը, որին մասնակցել է ավելի քան 2000 մեր Հայաստանի բնակիչներ, բաժանված համապատասխան մարզերով, դեմոգրաֆիայով, կրթության մակարդակով։ Հայաստանում ձեռնարկատիրական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, այդ թվում մեդիայի եւ հասարակության շրջանում, հատկապես երիտասարդների եւ քաղաքաբնակների մոտ նկատելի է հարստություն կուտակելու ձգտումը, որպես ձեռնարկատիրության հիմնական շարժառիթ։ Բացի այդ, 2024-ին մեր երկիրը գրանցել է ձեռնարկատիրական լավ ցուցանիշներ Արևելյան Եվրոպա պլյուս խմբում զբաղեցնելով առաջին, իսկ զեկույցի մասնակից 51 երկրների շարքում 5-րդ տեղը։ Կարևոր է այդ զեկույցը այնքանով, որ դա թույլ է տալի քաղաքականություն մշակող մարմին եւ նաեւ գիտական ակադեմիական շրջանակներին հստակ հասկանալ ձեռնարկատիրության միտումները եւ նաեւ մոտիվացիան Հայաստանում, որը թույլ կտա ավելի լիարժեք եւ համապարփակ քաղաքականություն մշակել, առկա բացերը լրացնելու եւ ավելի արդյունավետ գործիքակազմ կիրառելու համար։ Զեկույցի այս տարվա հետազոտությանը մասնակցել է 161,000 չափահաս ռեսպոնդենտ, գնահատական է տվել 2400 ոլորտային փորձագետ 56 երկրից։ Հայաստանի ազգային զեկույցը կազմված է 8 գլխից։ Շատ մեծ առավելությունը այս հետազոտության այն է, որ նույն մեթոդաբանությամբ հետազոտությունը իրականացվել է բոլոր 51 երկրներում, որոնք մասնակցել են առաջի փուլին։ Զեկույցը անդրադառնում է նաև ձեռնարկատիրության եւ ձեռնարկատերերի հանդեպ վերաբերմունքին, մարդկանց բիզնես սկսելու մոտիվացիային, բիզնեսի ազդեցությանը տնտեսության վրա, ոչ ֆորմալ ներդրումներին, բիզնեսից դուրս գալու գործընթացներին ու նաև Հայաստանի ձեռնարկատիրական ընդհանուր միջավայրին։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։